Ներկա ժամանակաշրջանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ նաև էականորեն աճել է մեդիայի սփռման ծածկույթը եւ տեմպը, եւ այս առումով մեդիան կարող ենք համարել ել ավելի էական ազդեցություն ունեցող սոցիալականացման ագենտ։ Ինչ ենք հասկանում, երբ ասում ենք սոցիալականացման ագենտ, երբ այդ ինստիտուտը, մեդիան, օրինակ, ունի հնարավորություն ձևավորել կարծրատիպեր, պատկերացումներ, արժեհամակարգ հասարակության շրջանում։ Եվ ինչքան ավելի մեծ է իր ծածկույթը, տեմպը, քանակը, այնքան ավելի մեծ ազդեցություն ունի մեդիան այդ արժեհամակարգի ձևավորման տեսանկյունից։ Բացառություն չէ նաև գենդերին վերաբերող հարցերը, կանանց եւ տղամարդկանց վերագրվող սպասումները, սոցիալական դերերը, դրանք նույնպես ինչ որ առումով ձևավորվում են մեդիայում, կամ ոչ թե ինչ որ առումով, այլ զգալիորեն ձևավորվում են մեդիայում։ Եվ այս առումով շատ կարևոր է հասկանալ, թե ինչպիսի սպասումներ է ձևավորում մեր տեղական հայկական մեդիան։ Երբ որ խնդիրը ուսումնասիրում էինք, ես չէի պատկերացնում, որ այդքան անհավասարակշռված պատկեր կա կանանց եւ տղամարդկանց լուսաբանման առումով, իդեպ ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ սա համաշխարհային խնդիր է։ Կա զեկույց ՄԱԿ-ի կողմից իրականացվող մի հետազոտություն գենդերային մոնիտորինգ մեդիայում, որը փաստում է, որ լավագույն ցուցանիշը Շվեդիայում է, սակայն նույնիսկ Շվեդիայում կանանց եւ տղամարդկանց ներկայացվածությունը շատ անհամաչափ է մեդիայում, օրինակ 38% է, դա այս պահին լավագույն ցուցանիշն է աշխարհում, 38% կանայք եւ 60-ից ավել տոկոս տղամարդիկ, սակայն այդպես իդեալական տարբերակում պետք է համաչափ լիներ, 50-50։ Նաեւ այդ զեկույցում նշված է, որ շատ դանդաղ է այդ տեմպը առաջ գնում, կանանց ներկայացվածության ավելացման, եւ եթե ինչ որ լուրջ միջոցառումներ չձեռնարկվեն, կանայք եւ տղամարդիկ մեդիայում հավասարաչափ ներկայացված կլինեն, չգիտեմ, 2087-ին կարծեմ այդպիսի մի թիվ էր նշված։ Եվ այս առումով նաև ՄԱԿ-ի գործակալություններից մեկը Հայաստանին նույնպես խորհուրդ էր տվել իր զեկույցում ունենալ ռազմավարություն, թե ինչպես անել, որ կանայք եւ տղամարդիկ համաչափ ներկայացված լինեն։ Հայաստանի դեպքում այդ ցուցանիշը շատ ավելի ցածր է, եթե Շվեդիայում 38% է, Հայաստանի դեպքում դա 15-ից 20% է կանանց ներկայացվածությունը մեդիայում։ Այստեղ կարևոր է նաև նշել, որ մեդիայի տարբեր տեսակներում որոշակի տարբերություններ կան կանանց ներկայացվածության։ Մենք մեր հետազոտությամբ ուսումնասիրել ենք առցանց մամուլը, ընդհանրապես լրատվության մեջ կանանց ներկայացվածությունը շատ ցածր է, եւ հայաստանյան եւ համաշխարհային, սակայն կան մեդիայի այլ տեսակներ, որտեղ օրինակ կանանց ներկայացվածությունը ցածր չի, նույնիսկ գերազանցում է տղամարդկանց, սակայն այստեղ որակական կողմն է, շատ տուժում։ Մեր հետազոտությամբ նաեւ երկրորդային ուսումնասիրություն ենք արել այլ հետազոտողների աշխատանքներ Հայաստանում արված, կային գովազդների ուսումնասիրություն, սերիալների ուսումնասիրություն, որտեղ օրինակ կանայք այսպես գեր ներկայացված են, սակայն հիմնականում ներկայացված են շատ կարծրատիպային, այսպես հայրիշխանական կարծրատիպերի տեսանկյունից, նաև սեքսիստական կարծրատիպերի տեսանկյունից, Եթե լուրերում, օրինակ առցանց մամուլում, հիմնական խնդիրը կարող ենք համարել կանանց թեր ներկայացվածությունը, ապա գովազդներում, սերիալներում, հեռուստատեսային այլ պրոդուկտներում այդ կարծրատիպային ներկայացվածությունը, սերիալներում դա բռնության տեսքով է դրսևորվում, հոգեբանականից, վերբալից մինչև ֆիզիկական, գովազդներում այսպես շատ կարծրատիպային, ինչ որ նախ մարմնի այդ առարկայացումը, կնոջ մարմնի միջոցով ինչ որ բան գովազդելը եւ նաեւ կնոջ այսպես առևտրամոլի կերպարում ներկայացնել, որ միայն մտածում է ինչ որ գնումներ կատարելու մասին եւ տնային տնտեսուհու կերպարում եւ սերիալներում եւ գովազդներում։ Ինչ վերաբերում է առցանց մամուլին, մեր հիմնական հետազոտությանը, որը մենք այս ծրագրի շրջանակներում իրականացրել ենք, ընտրվել է 9 ամենաշատ լսարանն ունեցող հայկական առցանց մամուլի լրատվականները։ Դրանք դուրս են բերվել վերջերս իրականացված հետազոտություններից, Internews-ի եւ Prisma-ի կողմից իրականացված մեկ հետազոտությամբ եւ նաեւ CRRC-ի կողմից իրականացված հետազոտությամբ իրականացվել է ներկայացուցչական քանակական ընտրանքի ռազմավարությամբ, այսինքն մենք պատահականության սկզբունքով
պատահական թվերի գեներատորի միջոցով ընտրել ենք 300 հոդված այդ 9 լրատվականներից, ինչը թույլ է տալիս այդ պատահական ընտրանքի ռազմավարությունը մեր այդ 300 ուսումնասիրած հոդվածի արդյունքները տարածել ընդհանուր առցանց մամուլի բոլոր լրատվականների վրա, միտումները ընդհանուր առմամբ հասկանալի են դառնում։ Նախ նշեմ, որ թե կանանց, թե տղամարդկանց դեպքում, որպեսզի շատ ունենանք համեմատելու հնարավորություն, ուսումնասիրեցինք եւ կանանց վերաբերող հոդվածներ եւ տղամարդկանց վերաբերող հոդվածներ։ Այդպես լրահոսից յուրաքանչյուր լրատվականի պատահական թվերի գեներատորով ընտրում էինք այն հոդվածը, որը ունի հերոս, այսինքն ինչ-որ մարդու մասին է։ Կնոջ կամ տղամարդու հավասարաչափ 150 հոդված կնոջ մասին, 150 հոդված տղամարդու մասին եւ փորձենք հասկանալ, կանայք ինչ կերպարով են ներկայացված, տղամարդիկ ինչ կերպարով։ Եվ կային եւ որոշակի ընդհանրություններ կանանց ու տղամարդկանց ներկայացման առումով եւ բավականին տարբերություններ։ Ընդհանրություններ այն, որ առավելապես ներկայացված են պաշտոնյա թե կանեք, թե տղամարդիկ, այդ 15%-ը, որ կա կանանց, 100-ից 15 կանանց, այդ 15%-ի մեջ մեծ մասը վերաբերում են որոշակի պաշտոն զբաղեցնող, փոխնախարարներ, նախարարներ, նույնիսկ ուրիշ երկրների, արտգործ նախարար կանայք, վարչապետ կանայք, իրենց տղամարդկանց դեպքում նույնպես։ Եվ մի կողմից կարող ենք սա որոշակի դրական միտում համարել, սակայն մյուս կողմից նաև օրինակ ոչ ֆորմալ առաջնորդ կանայք ավելի քիչ են ներկայացված, շատ ավելի քիչ են ներկայացված գիտության, կրթության ոլորտի կանայք, հասարակական կազմակերպություններում աշխատող կանայք, ոչ ֆորմալ առաջնորդ կանայք, կամ միգուցե նույնիսկ ոչ առաջնորդ։ Այդպես հիմնականում այդպես պաշտոններ զբաղեցնող մարդիկ են մեր մամուլում ներկայացվում։ Մեր հիմնական հետազոտական մեթոդը քանակական էր, բայց քանակական թեկուզ ուսումնասիրություն անելիս, երբ որ մեծ թվով հոդվածներ ես տեսնում, նաև որոշակի առումով այդպես որակական կողմի մասին, լեզվի մասին, պատկերների մասին էլ ես պատկերացում կազմում։ Այստեղ հետաքրքիր առանձնահատկություն էր այն, որ այդ ընտրված 9 լրատվականները, որոնք ունեն ամենամեծ լսարանը, ինչ որ առումով կարող ենք համարել լրագրողական որոշակի ավանդույթներ ունեցող, որոշակի պրոֆեսիոնալիզմ ունեցող լրատվականներ, եւ այդտեղ հետաքրքիրն այն էր, որ հենց լրագրողների կողմից օրինակ չկա ատելության խոսք, մենք ունենք այդպիսի կրիտերիաներ, արդյոք կա ատելության խոսք, արդյոք կա բուլինգ հենց լրագրողի հոդվածի հեղինակի կողմից, արդյոք կա հայրիշխանական կարծրատիպերի վերարտադրություն։ Եվ այստեղ հետաքրքիրն այն է, որ լրատվականի կողմից չկար, գրեթե չկար, որովհետև այդ որոշակի պրոֆեսիոնալիզմը պահպանվում է, սակայն մեկ այլ խնդիր կա, օրինակ այն, որ մեր լրատվականներում շատ ընդունված է արտատպումներ անելը, ինչ որ օրինակ հայտնի մարդու Facebook-յան էջից կամ որևէ գրառում վերցնել եւ գրեթե նույնությամբ արտատպել եւ այդ գրառումներում որոշակի կարող է լինել եւ ատելության խոսք, եւ վիրավորանք, եւ բուլինգ ինչ որտեղ նաեւ, այդ լեզվի, ագրեսիվ լեզվի մասին այստեղ այս մասով կարող ենք նշել։ Նաեւ հետաքրքիրն այն էր, որ բավականին քիչ է ընդհանուր լրատվադաշտում լրագրողների կողմից ինքնուրույն նախաձեռնված նյութերի քանակը, այսինքն որ լրագրողը ինքը ինչ որ թեմա կարևորի, ինքը դրա մասին ծավալուն նյութ պատրաստի, այսպես բազմաաղբյուր, հետաքրքիր ռեպորտաժ, մեծ մասը էլի կամ արտատպումներ են, կամ արձագանք են որևէ իրադարձության։ Այստեղ հետաքրքիր բանավեճ կա, այն առումով, որ արդյոք մեդիան ինքը պետք է այդ նախաձեռնողի դերում լինի եւ նաեւ ինչ որ առումով փորձի հավասարակշռել այդ դիսբալանսը կանանց եւ տղամարդկանց ներկայացվածության, թե այնինչ կա պետք է դա արտացոլի։ Համենայն դեպս իմ տեսանկյունից ավելի կառուցողական մոտեցում է նաև ավելացնել ինքնուրույն նախաձեռնված ռեպորտաժների քանակը, որովհետև եւ որակական առումով են դրանք ավելի հետաքրքիր, իսկապես որպես լրագրողական աշխատանք, եւ նաև ավելի հետաքրքիր կառուցողական ու հավասարակշռված մեդիադաշտ ձևավորելու տեսանկյունից։ Եվ օրինակ պետական պաշտոնյա կանանց մասով չէ, դրանք հիմնականում արձագանքներ են, ինչ որ լրատվության, ինչ որ պաշտոնյայի հայտարարության, բայց երբ որ խոսում ենք օրինակ արվեստի կանանց մասին կամ սոցիալական, հասարակական ակտիվություն ունեցող կանանց մասին, գիտությամբ զբաղվող կանանց մասին, այդ բոլոր հոդվածները նախաձեռնություն են եղել։ Այսինքն, եթե չլինի այդ լրագրողական նախաձեռնությունը, այդ ոլորտների ներկայացուցիչները շատ քիչ կհայտնվեն մեդիադաշտում։ Այստեղ նաև ուզում էի նշել, որ մեր 300 հոդվածներում մենք նաև ունենք
չափանիշներ, հա, ստուգում ենք ամեն հոդվածում, արդյոք կա խոցելիություն ունեցող կին կամ նույնիսկ խոցելիություն ունեցող տղամարդ, եւ հետաքրքիր էր, որ ուսումնասիրված նյութերից որևէ մեկը չէր անդրադառնում հաշմանդամություն ունեցող կանանց, չէր անդրադառնում LGBT համայնքի կանանց կամ տղամարդկանց։ Հիմնական խոցելիություն ունեցող անձինք այստեղ պատերազմի կոնտեքստում էին, որտեղ մենք նաև առանձին ժամանակահատված հատուկ պատերազմն ենք ուսումնասիրել, կամ պատերազմում վիրավորված, տեղահանված կամ վիրավոր կամ զոհված զինծառայողի հարազատի կերպարով, հա։ Նորից անդրադառնամ այն մտքին, որ 300 հոդվածներից որևէ մեկում օրինակ չի հանդիպել որևէ հաշմանդամություն ունեցող կնոջ մասին հոդված։ Սա նշանակում է, որ ամբողջ լրատվադաշտում այնքան փոքր է այդ հոդվածների տոկոսը, որ այդ 300-ի մեջ պատահականության սկզբունքով չի ընդգրկվել ոչ մի հատ։ Սա էլ է, հա, բացերից մեկը լրատվադաշտում, որ եւ պետք է ինքը ներառական լինի, եւ ներկայացուցչական լինի, եւ արտացոլի ամբողջ հասարակությունը, եւ սա կարեւոր է ոչ միայն այդ մարդու իրավունքների տեսանկյունից, նաեւ օրինակ նույն Շվեդիայի փորձը եթե նայենք, իրենք ոչ միայն օրենքներով, հա, այդպես ստիպելով են հասել այդ քիչ թե շատ բալանսավորված ներկայացմանը, այլ նաեւ հենց լրատվականների այն գիտակցումով, որ ինչքան ավելի ներառական եւ ներկայացուցչական է լրատվադաշտը, այնքան ավելի մեծ է սպառումը։ Այստեղ եթե խոսենք լուծումների մասին, թե ինչպես կարելի է հասնել այդ հավասարակշռությանը, ելի եթե նայենք Շվեդիայի օրինակը կամ օրինակ սկանդինավյան երկրների օրինակը, որտեղ էլի բավականին հավասարակշռված է այդ ներկայացումը, կան մի քանի գործոններ։ Օրինակ, հա, Շվեդիայում նշվում է, որ պարզ չի, պատճառն այն է, որ հասարակությունը ինքը արդեն իսկ հասել է այդ գենդերային հավասարությանը, դրա համար է նաև մեդիան, հա, քիչ թե շատ հավասարակշռված, ինչու եմ նշում քիչ թե շատ, որովհետև միևնույնն է դեռ այդ գեփը կա, հա, 12%-ի տարբերությունը կա, եւ նաեւ այն, որ ինքը իրեն համարում է ֆեմինիստական կառավարություն ունեցող երկիր, նաեւ մի քանի կարևոր գործոններ, որ ունի օրինակ խոսքի ազատության ամենահին ավանդույթը, ինքը իրեն այդպես է համարում, կամ գոնե ավանդույթներից մեկը ունեցող երկիրը։ Մեկ այլ կարևոր գործոն է նաեւ մեդիայի ինքնակարգավորման զարգացած համակարգ ունենալը, հա, որ ոչ միայն օրենքները գործեն, այլ այդ մեդիայի ինքնակարգավորման համակարգը գործի, որտեղ մեդիաների ներկայացուցիչները իրար հետ այդպես ոչ ֆորմալ պայմանավորվածություն ունեն, որ լրագրությունը պետքա լինի էթիկական, պետքա որոշակի էթիկական նորմերի համապատասխանի, նաև խոչընդոտներից մեկը թե ինչու Հայաստանում դեռևս կա այդպիսի մեծ տարբերություն մամուլում լրատվության մեջ կանանց թեր ներկայացվածության կամ այն խնդիրները, որ կան օրինակ մյուս մեդիայի տեսակներում, նաև այդ ինքնակարգավորման համակարգի դեռևս կայացման փուլում գտնվելն է, հա, դեռևս ճանապարհ կա մինչև այդ կայացումը տեղի ունենա։ Մեկ այլ կարևոր հարց է հենց լրագրողների ներքին մոտիվացիան, հա, որովհետև էլի տարբեր երկրների փորձը, ովքեր ավելի հաջող պատկեր ունեն, ցույց է տալիս, որ շատ կարևոր է նաև մեդիա ոլորտի, թե որոշում կայացնողների, թե խմբագիրների, թե լրագրողների այդ ներքին մոտիվացիան, հա, որ ներկայացնեն ավելի հավասարակշռված, այսպես արդարացի պատկեր, էթիկապես ավելի ճիշտ։ Եվ այս առումով շատ կարևոր մեկ այլ հետազոտության թեմա է ուսումնասիրել լրագրողների պատկերացումները, այդ մեդիադաշտի ներկայացուցիչների պատկերացումները, թե իրենք ինչպես են վերաբերում, սկսած գենդերային հավասարությունից մինչև իրենց դերը, հա, ինչպես են իրանք գիտակցում իրենց դերը այդ անհավասարությունը մեղմելու գործում, հաղթահարելու գործում։ Էլի եթե խոսենք Շվեդիայի մասին, խոսվում էր նաև իրենց զեկույցներից մեկում արհեստական բանականության գործիքների ներդրման մասին։ Նույնիսկ մեր հայկական լրատվամիջոցները օրական շատ մեծ է, կա օրինակ լրատվամիջոց, որ 150 նյութ է օրական հրապարակում, եւ իրանք խորհուրդ էին տալիս ներդնել արհեստական բանականության հաշվիչներ, որոնք օգնում են այդ օրվա կտրվածքով ապահովել համաչափ ներկայացվածություն, բայց երևի թե սա այն տեխնիկական լուծումն է, այն գաղափարական ըմբռնման, այդ կոնսենսուսի, որ այո, պետք է անպայման համաչափ եւ հավասարաչափ ներկայացված լինի կամ արդարացի ներկայացված լինի եւ արդեն որպես լուծում օգտագործել արհեստական բանականությունը, որովհետեւ նաեւ իմ դիտարկմամբ
կանայք շատ ավելի քիչ են ներկայացված լրատվադաշտում, քան իրականում կան։ Մենք ունենք շատ մեծ ներդրում ունեցող գիտության ոլորտում կանայք, հա, շատ ակտիվ են կանայք սոցիալական հասարակական ոլորտում, այդ քաղաքացիական հասարակության ոլորտում։ Ես չունեմ հետազոտություն, բայց այսպես զուտ իմ հետազոտողի աչքով ես համաչափ կգնահատեի, նույնիսկ միգուցե ավելին կանանց ակտիվությունն ու ներգրավվածությունը արվեստում, հա, ունենք շատ ակտիվ կանայք, բայց երբ որ նայում ենք մեդիայում, այդ կանայք չեն երևում, անտեսանելի են։ Եվ շատ կարևոր է, որ իսկապես այդ արդար ներկայացումը լինի, նաև էթիկապես ճիշտ ներկայացումը լինի կանանց, եւ լրագրողների աշխատանքում նույնպես այդ արժեքները դրված լինեն։